Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայք Կարիբյանն եմ, շնորհակալություն բոլորիդ, ովքեր հետևում եք իմ YouTube-յան ալիքին։ Այստեղ ես խոսում եմ ֆինանսների մասին, ինշուրանսներից, real estate-ի, բայց այսօրվա topic, այսօրվա վերնագիրը, որ պատրաստել եմ, վերաբերվում է այն անհատներին, ովքեր արդեն մտածում են իրենց retirement-ի մասին։ Եվ ուզում եմ նշել, որ շատերը դեռ վաղ տարիքից դրա մասին միշտ մտածում են, բայց որոշները իմ կյանքի փորձով, մանավանդ երբ որ ես աշխատել եմ մարդկանց ֆինանսների հետ արդեն 22 տարի, շատերը դեռ չեն մտածում դրա մասին եւ ցավոք սրտի նրանք լինում են շատ անգամ 40-50 տարեկան եւ դեռ չեն մտածում դրա մասին։ Բայց եթե դու մտածում ես կամ չես մտածում, դա դու պատասխանիր, երկու դեպքում է գալու է մի օր, որ դու արդեն թե ֆիզիկապես չես կարողանալու աշխատես եւ թե արդեն կուզենաս retire անես, որտեվ մեր կյանքի նպատակներից մեկն էլ այն է, ես կարծում եմ յուրաքանչյուր այս մասին ժամանակ առ ժամանակ մտածում է, որ գա մի պահ, որ ինքը էլ չաշխատի եւ կարողանա ավելի շատ վայելի իր ստեղծածը, իր ընտանիքը, իր երեխաներին, իր թոռներին, չէ՞։ Եվ դրա համար հիմնական մեծ խնդիրներից մեկը ֆինանսն է, ինչու շատ մարդիկ չեն կարողանում ժամանակի ընթացքում retire անել, որտեղ ֆինանսապես պատրաստ չեն։ Եվ իմ բիզնեսի ընթացքում ես տեսել եմ շատ անհատներ, ովքեր եղել են մինչև 60-65 տարեկան, դեռ աշխատում են եւ ասում են, այս տարի էլ աշխատեմ, 2 տարի էլ միգուցե իմ թոշակը 1500-ից լինի 1800, որտեղ այսօրվա retirement-ով ես չեմ կարողանում ապրել։ Ինչ է ասածիս միտքը։ Շատ կարևոր է հասկանալ, որ մենք դա պետք է վաղ տարիքից դրա մասին մտածենք եւ ստրատեգիներ ստեղծենք մեր կյանքում, որ մենակ չհիմնվենք թոշակի վրա։ Ինչու՞։ Որովհետեւ այսօրվա թոշակը, եթե $2000 էլ մի անհատ ստանա, դա դեռ շատ քիչ է կարողանաս retire անես, եթե մանավանդ ուրիշ ինվեստմենտներ չես արել կյանքում։ Եվ դրա մասին եմ ուզում այսօր խոսալ եւ ուզում եմ յուրաքանչյուրը լրջությամբ մոտիկանանք այս հարցին եւ ռեալիստիկ լինենք եւ իրոք հասկանանք այսօրվա կյանքի ընթացքը, թե ինչպես է գումարը ինֆլյացիա լինում, ինչպես է տարիների ընթացքում կյանքը ավելի թանկանում եւ ինչքան արագ է թանկանում եւ հաշվի առնելով ինֆլյացիան, եթե դու օրինակի համար 40 տարեկան ես եւ ուզում ես 60 տարեկան կամ 65 տարեկանում retire անես, պետք է հաշվի առնես, որ եթե այսօր քեզի պետք է $5000 կամ $8000 retire անելու ժամանակ, 20 կամ 25 տարի հետո այդ թիվը լինելու է 10-12000, որը այսօրվա ուժն է ունենալու։ Ինչու՞, որտեվ ամեն տարի ինֆլյացիա է գոյանում եւ գոյատևում եւ ինֆլյացիայի պատճառով փողը արժեքազրկվում է եւ 20 տարի հետո 10000-ը այսօրվա նույն 6 կամ 7000-ի կամ 8000-ի դերն է խաղալու։ Հիմա հարց է առաջանում, իսկ ինչպես կարողանամ retirement ստեղծել։ Նախ առաջինը, պետք է ճիշտ խորհրդատու ունենաս քո ֆինանսների մեջ։ Եթե կկարողանամ ես քեզ օգտակար լինել մեծ սիրով, որտեվ իմ 22 տարվա փորձը բավականն է, որ ես կարողանամ յուրաքանչյուր տեսակի հաճախորդի կարողանամ խորհուրդներ տալ կամ օգտակար լինել։ Եվ դրա համար այս 22 տարիների ընթացքում 3400-ից ավել հաճախորդների եմ օգնել, թե ինշուրանսների հետ կապված, այդ ֆինանսական սերվիսների հետ կապված, թե real estate-ի հետ կապված։ Եվ տեսել եմ տարբեր սցենարիոներ, անհատներ, որ 40 տարեկանից արդեն պատրաստ են retire անեն, նրանք չեն անում, որովհետև դեռ սիրում են աշխատել, բայց ֆինանսական տեսանկյունից լիովին պատրաստ են նրանք։ Եվ նաև, ինչպես նշեցի, հանդիպել եմ անհատների, որ 65 են եւ $10000 չունեն իրենց saving-ների մեջ եւ ստիպված դեռ աշխատում են։ Ինչպես պլանավորել քո ֆինանսները, որ գաս այդ տարիքին եւ գոնե այդպիսի խնդիր չունենաս։ Այստեղ հարցը կպատասխանեմ այսպես.
Եթե ճարեցիր այդ խորհրդատուն, ով կարող է այդ հարցում քեզ օգտակար լինել, հետևիր իր ծրագրին եւ փորձիր կատարել այն տարիների ընթացքում մի քանի տեսակի աղբյուրներ էլ կստեղծես, բացի թոշակը։ Եվ ես դա եմ անում հաճախորդների համար։ Նստելով հաճախորդի հետ ես կարող եմ տեսնել, թե մինչև առ այսօր ինչպիսի սովորություններ ունի նա գումարի հետ, որտեղ ամենակարևոր կետերից մեկը դա է։ Մարդիկ միշտ մտածում են, եթե շատ գումար սարքեն, նրանք կարող են շատ հարցեր լուծել, բայց եթե դու ունես վատ սովորություններ, շատ գումար սարքելը դա դեռ լուծում չէ։ Հակառակը ասեմ, շատ անգամ մարդիկ ինչ-ինչ պատճառներով կարողանում են ավելի մեծ գումարներ վաստակել եւ ավելի վատ ֆինանսական վիճակ են ունենում, որտեվ ուշադրություն չեն դարձնում իրենց սովորություններին փողի նկատմամբ։ Երբ որ ես նստում եմ անհատի հետ, առաջինը դա եմ ուսումնասիրում եւ ուղղություն եմ տալի այդտեղ։ Երկրորդը տեսնում եմ, թե ինքը գումարը ինչպես է ինվեստանում եւ նույնպես ուղղություն եմ ցույց տալի այդտեղ։ Ես կարող եմ անհատին օգնել, որ նա ինվեստանի թե real estate-ի մեջ, թե ֆինանսական մյուս product-ների մեջ, ինչպես cash value, life insurance-ներն են, annuity-ներն են, եւ այդպիսի տարբեր product-ներ կան, որ ըստ մարդու կարողության եւ ըստ մարդու նպատակի ես կարող եմ հաշվարկ անել եւ ասել, գիտես, այս պարագաներում ըստ քո նպատակի 65-ում այսպիսի տեսք կունենա քո ֆինանսները, եթե հետևես ծրագրին։ Եվ եթե ուզում ես դու էլ տեսնես, թե դու որտեղ կգտնվես, որ տարիքում կարող ես comfortable retire անել, թոշակի անցնել, կապնվիր ինձ հետ YouTube-ի ներքևում դուք տեսնում եք link, free consultation է, այդ link-ին սեղմելով դուք կարող եք իմ հետ կապի մեջ ընկնել եւ կարող ենք հեռախոսով կամ գաք օֆիս եւ ես free consultation կանեմ ձեր հետ եւ ցույց կտամ ինչպիսի option-ներ դուք ունեք ըստ ձեր անձնական տվյալների եւ situation-ի։ Վիդեոն ավարտելով ուզում եմ ասել, որ այս հարցը եթե այսօր չլուծես, միշտ քո մտքի մեջ լինելու է։ Ինչքան ուշ լուծես այս հարցը, այդքան դժվար է լինելու։ Դրա համար փորձիր, որ այս հարցին լրջորեն մոտիկանալ եւ քայլեր անել։ Իրականում այդքան էլ էական չէ, որ տարիքում ես դու։ Կարևորը մի քայլ անես, որտեվ ինչ էլ որ անես ճիշտ խորհրդատուի օգնությամբ ավելի լավ վիճակում կգտնվես, քան թե սպասես եւ ոչինչ չանես։ Սա Մայիս Կարիբյանն էր, հետևեք իմ YouTube-ին եւ տարածեք ձեր էջերում, հարցերի դեպքում կապնվեք ինձ հետ։ Շնորհակալություն։